Սամի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Բարեկամներ, մենք հիմա ուղևորվում ենք շատ կարևոր առաքելության, գնում ենք անակնկալ անենք իմ տատիկին, տատիկ ով ինձ արյունակցական տատիկ չի, բայց հավասար է, դեռ մանկուց, նրա խրատների և հեքիաթների տակ մեծացած Անուշ աղբեր եմ ես, իմ փոքր աղբերը, Վանուշը, մեկ էլ մշնեք աղբերը Արտուրը, որ ստեղ չի, բայց մենք երեք եղբայրներով, նրա հենց թորնիկներով գնալու ենք անակնկալ անենք, ընգա խոսալով Վարդան անցա մեր խանութը, հեսա պտույտ անենք վերցնենք, մեր Եղեգնաձորն է անկերներ, մենք Եղեգնաձորից ենք ով չգիտի, Եղեգնաձորի վերևի գյուղից են սիրուն լեռները տեսնում եք, այս լեռների գրկից ենք իշնում մենք ու պտույտներ գործում աշխարհով մեկ, ես Վարդանը, Վանուշը մեկ, ես միշտ, ահա, այսպես է, մեր պտույտ գործելու ունակությունն ու անելիքները կանքաշենք Ստե ագալի, ահա խանգարում ենք հայ եթե ֆուրի գործողություններին, բայց համեստորեն զատնի կդնեմ ես և կգնամ այն կոմ, որ չխանգարենք Արենի մեկի աշխատանքին, էլի, ասենք պետք չէ, էլի տենց, չէ։ Սիլվար տատիկը այսօր դարձավ 90 տարեկան, Վարդան գնանք տորթ ընտրենք բանը Սիլվար տատիկի համար, Վանուշ չես գալի։ Մեր տատի համար ապե, արա մեր տատի համար արա ջոգում ես այդ տաղա, մեր տատին արա, իչի էլ է, իչի տատի համար այ աղբեր, Մաքուր ծառայացուն է, դե իչի ուր եմ, ապել է առաջ եկեք սաղըտ, գնում եք տատի համար տորթ առնեք աղբեր, ապեր ենքան մարդա, բուժը բանակը, կադրերում իմ կուրս ընկերն է, Անուշ Ավանը, իմ Անուշ աղբերը, Անուշ Ավան, որտեղ ամեն ինչ Անուշ է, արի տատի տորթ ընտրենք, հեյ, փոքր արի, տատի տորթ ենք ընտրում, բարև ձեզ, մենք փոքր ինչ նկարում ենք, ընես որ վրա չգաք, ես ինչ այս շնորհավորը մերն է, շնորհավոր, սրտիկներով շնորհավոր, հենց սեր ես, տատիկի, հիմա սերը անցկացնենք, հələ նայ, որ չեկա Վանուշը, որ Վանուշը գար, ավելի հետաքրքիր կլներ, որ չեկա, որ չտավ, հա, բա, կոնյակ էլ պետք է վերցնենք, մի րոպե կոնյակն էլ վերցնենք, տատիկի համար, էսի արդեն տատիկի ծորնիկի համար ենք վերցնում, որտեղ տատիկը ծորնիկ ունեցե, եւս մեկ ծորնիկ, 90 տարեկան մեր Սիլվար տատիկը, ինչ վերցնենք, բարեկամ, ինձ թվում է, ինձ զգում եմ, որ պետքա վերցնենք օրինակ, ինչ ենք վերցնում, ինչ կոնյակ ենք վերցնում, դա անը չեմ ասի, որտեղ կարային բան էլ նեին, չէ, հովանավոր էլ նեին, որ ասեի ինչ եմ վերցնելու, բայց ես չեմ ասի ինչ եմ վերցնելու, բայց կվերցնենք, էլի, ինչ որ բան, անպայման պետք է վերցնենք, ես ուզում եմ ընտրել, ինչ ընտրեմ, ինչ ընտրեմ, արա որ են բաները աղբեր է, են բանը ուր է, որ ընտրեմ, այ բանը, հա, Վարդան, այ բանը, 5 տարեկան, կյանքիս մեջ ամենաշատ երկար կոնյակ ընտրելու արարողությունն է հիմա գնում, հա, լավ, ընտրեցինք, հա, դա ես աղբեր, արի ես ընտրենք էլի, հետաքրքիր է ինքը ամեն դեպքում, հա, մեր հովանավորի կոնյակը մենք ընտրեցինք, այնպես որ հովանավոր, ապրես որ մեր հովանավորն ես, թե չէ, ինչ էինք անելու, եթե դու մեր հովանավորը չլներ, չենք իմանա ինչ կոնյակ վերցնենք, բա, Աննա, բարև, հազար բարի, Աննան դեռ երկար տարիներ այստեղ է, աշխատում է և գեղեցիկ իրավիճակներ ստեղծում, մենք էլ շնորհակալ ենք Աննային իր կատարած աշխատանքի համար, մեր հովանավորի կոնյակը ամենալավն է, ես շնորհակալ եմ Արենի մեկից, Արենի մեկն էլ է մեր հովանավորը, Արենի մեկը Եղեգնաձորի,
Վանուշ, ես տատիկի տորթ ընտրեցի։ Արի նստի գնանք։ Կարծես էտանք տատի ծնդը շնորհավոր ենք։ Մեր հովանավորի կոնյակով բանով։ Այո, Արսեն բարև։ Լավ ես բարեկամ։ Այն ես միշտ ծերը տապակաս ախպեր փողը։ Ստացվեց այնպես, որ հովանավորի կոնյակով եւ հովանավորի տորթով գնում ենք անակնկալ անելու։ Գնանք անակնկալ անել մեր տատիկին։ Հարգելի վայոց ձորցիներ, եղեգնաձորցիներ կադրերում։ Հա։ Պրոբլեմ չի էլի էս։ Հա, ինչ եմ աբա։ Սպասենք հետո։ Ինչին սպասենք։ Հյուրերը չեն։ Ախպեր, հյուրերը գան չգան, առաջի հյուրերը մենք կլնենք։ Մեր տատինն է ապա։ Այս հյուրերը որոնն են անակնկալը տալ։ Արա մեր տատինն է արա։ Ապա բանակցի էլի մեր ինչս։ Լավ, բանակցում ենք։ Պատրաստ ես զիջումների։ Ես։ Հա։ Ինչ նստիրի զիջես եմ ապել կային։ Զիջումներ ես անում։ Հա։ Էսի քո ջոգելով զիջում էր, Ինչ է։ որ դու զիջում ես ինձ։ Դե չես թողնել զուրցել, զիջես եմ վերջնի։ Թող մենակ դու ես զուրցել։ Ես իմ ինչեր ես զուրցել։ Ապրես դու իշոտ եղավարի ես խոսում նադի, հա։ Սա կոնտենտ է գրական, գրաբար, աբովյանական ստեղծած։ Որ ես տեսեմ պերին էլ զավասկոյ նաստրոյկա։ Դե լավ, որ դու այտենց ես, ես էլ այտենց կզուրցամ, բայց տատի անակնկալն անելուց պետք է գրական խոսենք, լավ։ Համաձայն ես։ Սիլվար տատիկի 90-ամյակն է, ամբողջ եղեգնաձորն է ուրախացել, մենք են գնում հիմա անակնկալ է տեղ հասցնենք, գնանք տատին ուրախացնենք, ախպեր, տատին մեր վիդեոները նայում է, հա, գիտես, են վաղտ մեզ էր նայում, հիմա իմ վիդեոներն է նայում, ահա բարեկամներ, շատ հետաքրքիր աուրա է եղեգնաձորում, կա մի 20 մեքենա և 3 պարեկի մեքենա, հսկում են անդորը, ամեն ինչ հիանալի է, իսկ մենք շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը, Վանուշը ես Վարդանը, այո, հետաքրքիր հագեցած օր է մեզ սպասում, գնանք սպասենք մեր բակում, մի հատ սուրճ կխմենք, հետո կբարձրանանք, Давай. Каком карцик эти Вартан? Все отлично. Тогда поехали. Ախպեր, կաղա հենց այդտեղ Սիլվար տատիկ ես տուն, սենց նկարելով, առաստով թարած ծաղիկ ջոգիր, մտնենք ներս մի քիչ բարեկամ ա եկել, իր այդ շփվենք, Սիլվար տատիկի որդին է եկել, մեր մեծ աղբեր Աշոտը, իր ընկերոջ Վահան մեծ աղբերի հետ։ Սուրպրայզը դու տենց Դե չէ, լավ կստացվի, դե չի պատկերացնի, որ բանկ ասի լավ, դե հետի հայլը տենց բան էլ, տենց առանց չերջոտ է որ ծննդսի, թո մտածի, որ չգիտենք, որ ծնունդն է, եկել ենք յանի մեծ աղբերներին տեսության, հե? Դե ուրեմն մի անգամից գնում ենք իրենց բակ, լավ չի Վարդան? Մեր բակն իրաց բակն է, իրաց բակը մեր բակն է, բակի խնդիր չունենք, բոլորը մեր բակերն են, գնում ենք այնպես, որ հիանալի ֆոն է ընկերներ, վերևում, չգիտեմ, որ լեռն է, բայց անուն կունենա հաստատ, որովհետև նա շատ գեղեցիկ է, մանավանդ գարնանը, երբ որ կանաչում է, սրանք մեր Թեքսարի լեռնաշղթան է, կոնկրետ լեռան անունը չգիտեմ, բայց լեռնաշղթան Թեքսարն է, չէ Վարդան? Հե? Թեքսարի լեռնաշղթան է, չէ? Լեռները Թեքսարի, այնպես որ թեք չնայեք Թեքսարին, այստեղ բազմատեսակ բուսատեսակներ կան, որ բուժիչ են, դեղորայք են, աճող բաց երկնքի տակ։ Եվ այս սարերում է, որ գտնվում է ուրանի հանքավայր, որի համար հիմա ցելա ենք գցում, տեսնենք ինչ կլինի վերջը։ Եթե բացեցին, լավ չի լինի վերջը։ Իսկ մենք սիրում ենք, որ հեքիաթը լավ ավարտ է ունենում։ Այնպես որ մեր Վայոց Ձորյան Վերնաշենյան հեքիաթը հանկարծ վատ ավարտով չավարտվի, էլի։ Գլաձոր, Եղեգնաձոր, Վերնաշեն ու զորավոր ճանապարհն է։ Տեղ-տեղ զիգզագաձև, տեղ-տեղ փոսանման, բայց լավ է, ված չի։ Ժամանակին այս ճանապարհը մեր տարածքի ամենալավերից էր, բայց ժամանակը անողոք գտնվեց եւ քանդեց մեր ճանապարհը։ Քանդվել է։ Փրթիկ է եղել։ Մենք էլ երթևեկում ենք առավոտից իրիկուն եւ այս երթևեկության արդյունքում է, որ մենք միշտ գազը սպրսնում է, էլի։ Հիմա բենզին կքշենք, ոչինչ, այսօր տատի ծնունն է, պրոբլեմ չունենք մենք։ Եվ այս երթևեկության արդիվ է, որ չէ, եւ խառնվա։ Հա, երթևեկության պատճառով է, որ օրական բան ենք անում, էլ ավտո ենք սարքում։
Խոդովոյի մասերը փոխում ենք, գնում ենք ընթացագործի մոտ, ընթացագործը սարքում է։ Բա, ինչ անես, էտա։ Ասելիք ունես Մարգարյան Վանուշ։ Չէ։ Շատ խորի մաստեր։ Չէ։ Դե չէ, դու դինաս ախպեր։ Ըզները քեզ առաջարկելն էր։ Բայց կաղա ունես ամեն դեպքում։ Այդ բան ասելի։ Դա քիչ բան ասելի։ Չէ, ինչ ասեմ։ Գիտես ինչ պատմի։ Այդ խորիմաս պատմություն, որի արդյունքում մարդը ուղղվեց։ Մեզ ծանոթ է, որ դու Աստվածաշունչ շատ ես կարդում։ Մի լավ պատմություն այդտեղից դուրսան մեզ համար բարեկամ։ Ախպերս չէ էլի։ Չեմ կարա այս կամերան միացրի դեպի։ Ախպերս մենք այ հետևից տա նկարում, դեմքը չէ երևում։ Դիքավ չունի։ Ախպեր դեմքը չեն տենում ժոգից, չես տեսել որ բանը գործ տվող մարդ ալում, խոսքի գործ տալու վիդեոն դες թեք նստածա, այսքան մասնայերում չեն էլ ճանաչի էլի, Մարգարյան Վանուշ չեն իմանա որ դու ես, որ իմ ախպերն ես փոքր, բրուտատաղծագործ եւ հոգեբան ու բժիշկ ատամնայի։ Ոչ։ Բարեկամ, կարողացա քեզ չոլել, հա։ Դե լավ։ Բարեկամներ, ձեզ հետ էին Մարգարյան եղբայրները, ինչպես նաև Գրիգորյան եղբայրը։ Գնում ենք Սիլվար տատիկի ծննդյան օրը շնորհավորենք։ Գելեցեք տունը կոֆե մոֆե հետո գետենք տես ֆուրոր որ։ Բարեկամ, մենք այնտեղ էլ կարող ենք կոֆե խմելու հարց լուծել։ Սիլվար տատիկի զրուցարանում տան դիմացի միտքը սուրպրայզ մեն է սա պետք է մտնես ու վաու էֆեկտ առաջանա հասկանում ես։ Վաու։ Այո, վաու։ Բարեկամ, Սիլվար տատիկը դեռ սովետական տարիներին ապրած ստեղծագործած տատիկ է, նա վաու չի ասի, ասի բակո, այդպես կասի, ոչ թե վաու։ Վաու։ Ախպեր, բայց դու ասենք հասուն մարդ ես, ինչի մեջ չես հարցում, ինչ ես, եսի բռնես ես կայնը, գիտես ես ինչա, ես գիտես։ Օրը լավ է, նիուժելի է, պիտի չիմանամ էր ինչ է այդ։ Կարող էի չիմանաս էր բարեկամ, բայց որ ջոգել ես, լավ, դնեմ տեղը, ես ասի զարմացնեմ քեզ։ Վարդանը վառել է սպիշկան, անդադ տեսնում եմ լույս, մտածում եմ հետևիցս մեքենա է գալիս, ուզում եմ զիջեմ ու հասկանալի է դառնում է անգամից, որ ավտո չկա, բայց քանի որ էլի մորանում եմ նայում եմ, որ ես ուշադիր վարորդ եմ, էլի ուզում եմ տեղտամ անցնի ու էլի տենում եմ չկա։ Ընկերներ, վերևի բլուրի վրա մեր համաշխարհային պատերազմում մեր համագյուղացիների անուններն են գրված, ովքեր զոհվել են կամ անհետ կորել, կամ չեն վերադարձել։ Այս վայրը մեզ համար սրբավայր է դեռ մանկուց, շատ գեղեցիկ տեղ է, իմաստալից եւ հիշեցնում է մեզ անընդհատ, թե ինչ բան է պատերազմը, երբ որ լայնամասշտաբ է եւ համաշխարհային։ Հիշեցնում է եւ մեզ ասում, որ մի հասցրեք այդ օրվան մեզ, մենք ուզում ենք ապրել ու ստեղծագործել։ Մարդ կա ատամ բուժի, մարդ կա տորտ տանի, մարդ կա տորտ տանելը նկարի, մարդ էլ կա մասուր փակի։ Եվ իհարկե ամեն ինչ օրինաչափության մեջ մարդ էլ կա կեղտոտ բաներ անի, որ այդ մարդկանց մասին չեմ լսում խոսամ, նրանք update են եղել, չէ։ Քլոս Միշտ նույն բաներն ես խոսում ես վիդեոների մեջ, թե կա օրինակ որ տարբեր բաներ ես։ Ախպերս նույնը ասին, բայց չէ, հարց։ Ակո վերաբերյալ քո մասին Մասին չէ, ընդհանրապես ախպեր։ Ախպեր ընդհանրապես տարբեր եմ խոսում, օրինակ հիմա կարող եմ այդ լատոկ ընկնեմ, հիշեմ լատոկի մասին խոսամ։ Կուլտուրայի տուն տենամ, մշակույթի տուն, ասեմ տեսեք ինչ լավ է պահպանվել, օրինակ Վերնաշենի մշակույթի տունը, նոր ժեշտից կրիչ ունի, արևային համակարգ ունի եւ սպասում է ներքին հարդարման աշխատանքներ։ Սցենար չունես էլի։ Չէ, սցենար չունեմ, մտեղում ախպեր, օրինակ կանգառը նայ, հին ու բարի կանգառը, Սուրեն բարեկամ։ Տես, հին ու բարի կանգառ մեր Վերնաշենի։ Վարդան ներևում ա որ ընդ է պահում ես։ Այն որ պահում ես այն ներևում ա։ Հա, մեկ չէ, նոր չերևաց, չէ։ Հա։ Ես էլ մեր մանկության թաղն է։ 3 բառով նկարագրեիր քո հայրենի ծննդավայր Վերնաշենը, որ ինչով ինչ բառեր կընտրեիր նկարագրելու համար։ 3 բառ։ Դե որ դու ինձ հարց տվիր։ Այդ հարցը Հայլային էֆեկտով ես այդ հարցը քեզ կտամ։ Դա արդար չի, ես եմ առաջին այդ հարցը։ Ես պահանջում եմ որ դու 3 բառով նկարագրես մեր բնորանը։ Ոպ, չստացվեց։ Հա, կարճամետրաժ է ուղեղդ ինչ է, ասեմ։ Մեր բնակավայրը։
Մեր բնակավայրում է գտնվում Գլաձորի համալսարանը։ 3 բար։ 3 բար, դա ասի, մեր բնակավայրում է գտնվում Գլաձորի Արդեն մի համալսարանը։ նախադասություն ասիր 3 բարով 3 բար, որ կնկարագրի քո գյուղը, քո ընտրած Ես ինչ-որ համապատասխան էզոթերիկ պատասխան կտամ քեզ ինչ բառեր սովոր է այ։ եւ ասեմ, որ մի անգամից կասեմ, որ 3 բառը չնչին ճիվաղ բառեր են, որ նկարագրեմ իմ բնորանը։ Լավ, քանի բառ կընտրես նկարագրել։ Ես մի ամբողջ գիրք կարող եմ գրել իմ բնակավայրի վերաբերյալ։ Թե ինչքան գեղեցիկ ու չքնաղ է։ Մեկ նախադասություն։ Ինչքան ուզում ես։ Բարեկամ, դու անընդհատ տանում ես այնտեղ ջալաջին, որ ես մատերիալիստ բառ օգտագործեմ, բայց չեմ օգտագործելու։ Մեր գյուղը հրաշք գյուղ է։ Գործ տվողներ չկան այստեղ։ Մի բառ օգտագործեցիր հրաշք։ Բարի օր, այսօր մեր գյուղի տղերքն են։ Ախպեր նկարում ենք։ Եկեք նկարվեք։ Եկեք ձեր սրտի խոսքը ասեք։ Փախուստի են դիմում կոմերայից, այդպես է ընկերներ։ Գնանք ախպերս։ Ախպերս ինչի հայատ կոֆե խմում։ Ախպերս ես դիցե կարամ իշնեմ հայատ։ Ապա հետո Պոպոկ են թափ տալի, պոպոկա թափությունը նկարի։ Հետո պրոպկա յա։ Բարև ձեզ։ Պոպոկ եք թափ տալիս։ Հրաշք իրավիճակ է։ Մենք էլ գիտ, բայց դուք տեղյակ եք որ բան, հա, երկու հատ Անի ջան։ Մենք հիմա գնում ենք Սիլվար տատիկի 90-ամյակը շնորհավորենք եւ հիմա նկարվում ենք։ Հա, եւ յուղական Զարե պապիկի պոպոկներն են։ Զարե պապիկը հիմա տատիկը արդեն մեծ հետ չեն, ֆիզիկական աշխարհում չեն, բայց նրանց բարիկները շարունակվում են։ Թորնուհին, ամուսնու հետ եւ իր բալիկների հետ եկել են ու բան են անում, պոպոկը տանեն։ Պոպոկը առողջարար է, պոպոկը օգնում է։ Դե շնորհակալ ենք պոպոկների համար։ Ասում ես հյուրերը չեն եկել են, այդպես ինչքան ավտոկաստ է այ ախպեր։ Սամբոս էլ աստ է, եթե սամբոն եկել է իհարկե։ Ահա, հասանք Սիլվար տատիկի օջախ։ Եվ մեր տան օջախի բանն է էսի Վարդան։ Դեղձ է, կլպավող դեղձ է։ Շավտալուն է։ Եվ իհարկե ընկերներ պետք է նշեմ, որ իմ կիսակառույց երկրորդ հարկը է, որ այդպես էլ չեմ հասցնում կառուցեմ։ Որտեվ սաղուր Հայաստանով թրև եմ գալի։ Էդ ինչ տաղա եմ ես արես չեմ ճոգում։ Գնանք տուն։ Նախարարությունը։ Զանգին թռան դեմքի սախբեր, այդքան է Հա, ով է թռը դեմքի։ Տեսա այդ նկարենք այդ ով թռելա։ Ու ժառնիվային ենք իշնում։ Հասանք մեր օջախ Վանուշ։ Տես, էս էլ մեր Արտիման է, ով մեզ միշտ փրկում է տարատեսակ հարցերից, հա։ Եվ ընկերներ, այս ճանապարհն է, որ մեզ տանում է Սպիտակավոր եկեղեցու բակում է ամփոփված Գարեգին Նժդեհի մասունքները, այդ իսկ պատճառով տարեկան շատ ու շատ տուրիստներ, հայեր գալիս են ու գնում Նժդեհին տեսության, սնվում նրա գաղափարախոսությամբ եւ շարունակում իրենց ճշմարիտ կյանքը։ Դե լույսը չեմ անջատի, ես փորձառու վարորդ եմ, Վարդան։ Ես կարող եմ զատնիկի խոդեմ պայեցից դամոյի բռատ։ Տեսեք ընկերներ, եթե Հա։ Չէ, ես ուզում եմ մեր հետևորդները տենան ես իմ պրոֆեսիոնալ տեղով անց, այո, մա չէ՞ ինչքան նեղավ, ես տեսի զատնի հելա։ Բարեկամներ գնահատեք իմ ունակությունները, չես գնահատում մեծ աղբորդ ձիրքը։ Հա։ Այո։ Նշելի, հա։ Տատի ծնդի օրով ծեծեմ։ Ահա, բարեկամներ, մենք հասանք մեր օջախ, ախպերս մատ ուզում եմ մամայի ծաղիկներ ցույց տանք, է։ Մայրիկս դեռ մանկուց սիրում էր ծաղիկներ մշակել։ Ահա, տեսեք նրանցից մի քանիսը, 1 2 էլի սիրում է։ 3 էլ տեսի ոնց է բանել է, չորած է։ Էսի 4, տեսեք ինչ հետաքրքիր ծաղիկներ են, ցուրտ է ընկերների մոտ, որ հավատակ տեսեք։ Չէ, լավ։ Այդքան էլ ցուրտ չէ, բայց ցուրտ է։ Վան բարեկամներ կխնդրեի ինձ մի քիչ ֆինանսական օգնություն ցույց տաք երեխեքս կոշիկ չունեն։ Ինչի կոշիկ չունես։ Չունես, չէ։ Ոչինչ, տղաս լավ օրեր կգան։ Չնեղվես, բարեկամ, ես պապան կաշխատի, կոշիկ կառնի քեզ։ Հա, Վարդան ջան, հա։ Մի րոպե։ Գնանք ծաղիկները նկարենք։ Ծաղիկները արի։ Տեսի՞չ սիրունա։ Մայրիկի ծաղիկներն են բարեկամներ։ Տեսեք շատ գեղեցիկ, էս էլ հետաքրքիր ծաղիկ է, որ էլ չկա, բայց կարող է լինել։ Այսքան է ծաղիկների մասին։ Ցրտի, հա։ Նայեք ինչ ցուրտ է ընկերներ։
Շատ ցուրտ է։ Поразительно. Гениально. Առաջանում են քիչ-քիչ եւ ուզում եմ ցույց տալ մի հետաքրքիր պատմություն պատմեմ, տեսեք այս եղևնին տոնածառը, սա մարդուն տոնածառներից չէ, սա արդեն մեր մոտի տոնածառից է։ Տեսեք ինչքան բարձր է։ Սա այն լեռներում աճում է ընդամենը 1 մետր կամ մաքսիմում 2 մետր։ Իսկ մեր Բաքում, երբ որ նա բավականաչափ ջուր է ստանում, հələ նայեք, քանի տարվա է պապես։ Ես դորիշ եմ։ Դա ես ուզում ճոտ եմ չեք դու բարբարով զուրցալ։ Չէ որ ես բլոգ եմ նկարել։ Խադը մի գերական բացատրի ինչ։ Տնական պայմաններում շատ է։ Շատ է աճում բնական պայմաններում, թե բաղչայի պայմաններում։ Տնական պայմաններում։ Տնականում այսքան աճում է, արդեն մոտավորապես 7 մետր կլի, չէ՞, թե շատ։ Իսկ բնության մեջ ամենաշատը 2, կոնկրետ մեր սարերում ամենաշատը 2 մետր, չէ՞։ 2-ը չի լում։ Սարերում տարեկան 7 Բա, տեսար ինչքան քիչ աճում, բայց տես ոնց է, խրտնել է, բարձանվա վերև։ Տեսեք, սա եւս մայդիկիս ու հայդիկիս աճեցրած բաներն են։ Բադերջանը, պոմիդորը, լոլիկը, շելանգն էլ նկարի, բայց շելանգը հետաքրքիր շելանգ է, էսի սովետական շելանգը։ Որ կողմը։ Հա, գնում ենք հիմա մեր այգու Մարտունու կողմն են գնում ընկերներ հիմա, որտեղ աճում է կորտոֆիլը։ Կորտոֆիլա չէ աճում, պապ։ Սիլվար տատիկին չմոռանանք, Սիլվար տատիկը չի պատկերացնում, որ թորնիկները գալիս են, երկուսը գալիս են, մեկն է մնացել է սամարա։ Ահա, կան լոլիկներն էլ ցույց տանք, հա, տես էլի լոլիկ աղբեր։ Այս մերն է, հա, ջոգիր, դες կարաս խաղես ուտես։ Էսի բադերիջանը։ Ընկերների սա Նասոսի դոմիկն է, այստեղ Նասոս է տեղադրված եւ մենք ընդերքից ջուր ենք հանում այստեղից։ Սա լավ Նասոսի դոմիկը, որ Նասոսը չթրջվի փչանա, որը սա Գերմանիայից ներմուծված պարարտանյութ է ընկերներ, եթե ուզում եք մեշոկը ընդամենը 2000 դրամով կարող եմ տալ, հառաքումը գործում է, եթե մոտավորապես մի 10 կիլոմետր լինի։ Պապ ինչքան փող տվինք ես որ Գերմանիայից բերինք։ Հա, այս բանը, պարարտանյութը։ Պոպոկի մասին ինչ ասեմ աս։ Մեծ հզոր պոպոկներ ունենք, էսի այն պոպոկն է, որ տեսել էին մեծանալը, ես ես պոպոկի հովի տակ եմ մեծացել, խաղացել, ապա ինքը ես արտակնապես մեծ է, բայց որ բացում ես մեծ չի լում, ջոգիր, տես, տեսար աղբերս, էսի մուտիլով չի կա մի քիչ, ինքը բան անում էլի, ձևաբրն է, որ մեծ է, որոշների նման, բայց ինքը այդքան մեծ չի, օրինակ իմ նման, որ վիդեոներս տենում են, հələ Մարիամուտը նկարի, վիդեոներս տենում են, մտածում են, ես մեծ հաղթանդամ երիտասարդ եմ, մեկ է ժիվոյ տենում են, ես ինչ ես արա դու, հայս ես ոնց որ սենց են, բայց ես մեղավոր չեմ, որ ֆոտոգենիկ եմ էլի, ես վապշե մեղավոր չեմ, մի խոսքով ընկերներ, գնանք սուրճ խմենք, սպասենք, տենանք ինչ արնում, Վարդան Նասոսը անջատում ես, անջատենք շատ ջուր չքաշի էլի, անջատի աղբեր, ապրես, ես էլ ասի արդեն դուրը բացում էր ցույց տայր ինչ հզոր մատորանդ է դրած, պոմպ, համբել, խնձոր է, մի սովորական խնձոր, ծառի վրա է խնձորը աճում, ով չգիտի, տեսեք, դու եք ուզում մեր բարեկամները ամեն ինչ գիտեն, ես էլ չերի պամիդորն, հա, տեսեք, հատուկ Աֆղանստանից բերած մեշոկների մեջ հող ենք լցրել, այստեղ ընկել ենք աճել, ասենց, տեսեք ինչ այլ է, լավ չի, ընտիր, ինքան պատնեմ, վարունգներն են, այս վարունգները հատուկ տեխնոլոգիայով ենք աճեցնում մենք, եթե նկատում եք էլեկտրասյանն է հենած, սա հենց այնպես արված չի, արված է նրա համար, որ դրական էներգիա հավաքի էլեկտրոցանցից, մեր էլեկտրոցանցի փակ բաժնետիրական ընկերությունից հոսանք է վերցնում ու աճում է խիարը, հենա, մա։ Վան արի, մենք հիմա ստուգեցինք, որ նոյը ոնց որ բան էր արե, շակալատնի գործեր էր արե, բայց չէ, չի արե, արի քեզ հարցազրույց եմ վերցնում քեզնից, արի սովորը դասարանից դպրոցից զանգե ասել եմ, որ քեզ հարցեր տամ, հա, չէ որ դու առաջին դասարան ես, չէ,
Եվ ինչ կասես դպրոցների մասին մեր Հայաստանի։ Ասա մեր կբար։ Շատ լավ ես խոսում, ես դուրա գալի, լսի, արի, դասեր տեսր սովորել ես, ինչ ստան, իվաղ ինչ իշքն լավ կպատասխանի։ Չեմ սովորել։ Չես սովորել։ Արա Մաման շատ է նկարի վրա սաղ շատ է նկարում։ Հա, մաման զաստավի տանում որ սովորես, լսի, բայց որ իմաստը ասեի, հա, սովորել եմ բան, դες ճտվտ խոսάει, չէ կհավատային ախպեր, մեկ կարաս ասես, հա, սովորել եմ, սա լավ է, հələ տնամ կարաս լավ ասես։ Լասա, հա, այո, ես միշտ իմ դասերը սովորում եմ։ Բայց վստահ պետք է ասես։ Հա, մաման էլ եկա, вообще չի կարող խապ։ Լավ, որը տենց, հա, առ պոպոկ տամ, կեր, որ ուղեղը շատ ան, գիտես, չէ, որ պոպոկ են ուտում։ Գլավնի մարդ է։ Որ պոպոկ են ուտում։ Առ, որ պոպոկ են ուտում։ Նոյ, արի քեզ պոպոկ տամ, որ դու ավելի խելացի լես, նախորդ պես 5 օր դաս չսովորես, մի քիչ շուտ սովորես, կեր։ Վերեն բան կա։ Ինչ կա։ Հա ոչ թուտի։ Նոյ։ Հա, բանուշ կա բռնես նոյին, որ նոյ ունենանք մենք միշտ։ Ոչ թե մենակ այս վիդեոյի վաղտ։ Նոյ։ Ջախա։ Հա, գիտես այսօր ում ծննդն է։ Հա? Այ մի տարեկան, 90 տարեկան տատիկի ծնունդ են գնում, հա։ Եկար, պարապել ես, բայց պոպոկ կերել ես։ Հե։ Նոյ։ Դեպսո, մենք արդեն ոնց է պատրաստենք, հեսա հելնում ենք տատի ծննդը։ Չէ, ենես մի արա, լսի, ոտով ենք եթում, ավտով չենք եթում։ Մանե, բա դու ինչ ունես ասելու Վարդանին։ Դասը սովորելու։ Վարդան իմացա, չէ։ Խազայկայի բանն եմ վերջը։ Ես մատել ես գոմ, էլի։ Ապարանից չէ առանք այսօր։ Տատի ծնունդն է, հավաքվեք գնում ենք։ Չհակնա։ Բանը շոպարը ավտոն է, որ ընդեղ։ Հա, զամնոյ, ելանք։ Պոպոկ եմ ուտում էլի։ Հա, բերել ես, չէ։ Մտքետակ սիլվար տատիկին կգրկեք սաղատ։ Է լավ։ Կային, հիմա չէ, արա։ Ահա հետ ալի։ Անտես ասա։ Մեջ կովա նստած, լավ է։ Հելանք սաստենք։ Հը։ Ման են սիրալ։ Ման է արի գնում ենք սիլվար տատիկի մոտ դավայ։ Հա թույլ Զամոքի պոպոկ եմ ուտում։ Օրո, բռնի ախպեր։ Դուր հայկում։ Մամ, ես դու ես այդ նվեր ես բերեմ, հա։ Մայրիկս միշտ տարբերող նվերներ է անում։ Հե։ Հելանք ետանք։ Բա իհարկե բարև ձեզ բոլորին բարև եք հավաքվել։ Տատիս էջին եմ։ Ծնունդ է շնորհավոր։ Հələ բակայն պետք է բան անես, բառաս հելի կայնի։ Բա մե ծափեր տվեք բարձր։ Մեր տատիկի 90-ամյակը շնորհավոր լինի, բարև եք հավաքվել։ Մենք էլ ենք եկել հավաքվենք։ Ծննդդ շնորհավոր։ Ջան, Իմ տատին ես գիտես, չէ։ Էլիրիմ կամ էլիրիս կաս եւ կմնաս։ Ջան։ Դե մատ երազանք պայտեսիչ ծեր եմ բերել քեզ։ Մտածել է, ասել։
Երկարի պախել։ Սաղ էլ կատարվելու է։ Դես վերցրու այսպես քո ձեռով վերց ես այսպես ապրես։ Հիմա վանը կտա ծաղիկներ։ Բա, արմա տպաչես բայց տատին, հա։ Մանե գնա գերկի։ Մանե գնա մա տատին գերկի։ Բա վախեցակ, պայթուն էր ինչ է։ Պապիկ ես, ապե պապիկի նվերնուր է, պապիկի նվերնով է տար է։ Աշնորես լույս։ Վանու, Մամայի ծնունդը և պապիկի նվերնուր է։ Դա հեսամ որն է կան, Էսի աշկալ լուսանք, պապիկ։ Շատ ապրես, Ան ինչ է տաղայի։ Լևոնի։ Հա էլի, Լևոն։ Դես այդքան շատ ինվորմացվար չեմ։ Մենա գիտեմ, որ պապիկ ես դարձել։ Հարազատներս, հարգանքներս։ մտինդե հետո իսկ կտեմ Մտնեմ ընդե։ Հələ կամպանիա, բայց նկարի, բայց դու արիստ է էլի։ Դու հիմա արի, հեսա քեզ։ Տատի, հելաս, մետ քո խոսքերից աս։ Ես ցանկանում եմ ըստոպս իմ հարազատի պես ես ընդունում եմ ընտանիքն էլ նույնը այնպես են վարվել ինձ հետ, որ ես անմոռաց եմ, Բայց ես ասեմ, էտանցի ճովածի։ Աշխարհին խաղաղություն, քեզ հանգստություն, Մետ առողջություն, պաչ է, էլի, այնես պաչ։ Ապերը անսպարնին է։ Ագարդերս։ Եկել ենք թեպ անենք։ Մենք մորան շատ հույս ենք տալի, շատ բան։ Բանար, հա, հլը մտացենք։ Մայրամուտն է Վերնաշենյան, մեր տան մոտից։ Տեսեք ինչ գեղեցիկ է, ես էլ մեր հարևանի պոպոկի ծառնա, Ջիվան պապի պոպոկի ծառնա, Ջիվան պապիկ էլ մեր հետ չի, բայց իրա պոպոկի ծառը մեր մոտ է։ Ջան։ Հա, բա ճիշտ է։ Տիկին Սոնա, մենք իմացանք այն օրը մեր գալ գնալուց հետո դուք մի գեղեցիկ բանաստեղծություն եք ձոնել, որը աննկատ է մնացել մեր տեսախցիկներից։ Ուղենք սխալը։ Ուղենք։ Հիմա ինչ պիտի անեմ։ Ինչ կուզեք, որը որ կարող եք լավ պատիվ տալ այստեղ գտնված մարդկանց։ Մեծ սիրով կլսենք։ Շնորհավորում եմ Սիրվարդին 90-ամյակի արդիվ եւ այդ առիթով բոլորիդ ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք եւ ուրախ սեղաններ։ Կուզեմ հիմի փչեզ ուրնեն, հարբած ելնեմ մինչև էքուց, ամեն մարդու ընկեր ելնեմ ու բաց ելնեմ մինչև էքուց։ Ֆայտոն նստած անցնեմ քուչով, պատուհանից վրաց նայես, Էշխտանքուն սիրտս ընգնի ու լաց ելնեմ մինչև էքուց։ Խելքս գինուն քամուն տված, երթամ ընգնիմ դուքան ու բախ, ընկերների սուպրին գինի ու հաց ելնեմ մինչև էքուց։ Երթամ ուրիշ գոզալներու գիր կդնեմ գլուխս տակ, քո այդ անուշ ազիզ տեսքով, հարբած ելնեմ մինչև էքուց։ Ինչքան որ հուր կա իմ սրտում բոլորը ձեզ, ինչքան կրակ ու վարխնդում բոլորը քեզ, բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա, դու չմրսես ձմռան սրտում բոլորը քեզ։
հետաքրքիր բան է։ Կյանքը թույլ է տալիս սխալվես, հետո թույլ տալիս է սխալները տուղես։ Շատ լավ էր։ Բան, լցրեք ընկերներ, բաժակները լի, Վարդանն ուզում է թռնի։ Վարդան դու մի թռի, արի։ Ընկերներդ հետ երբ էլ ասես կնստես, այս կոմփանիի հետ չես կարող։ Հրաշք Արարատյան դաշտը, դաշտավայրը, մեր Սուրբ Լեռ Մասիսով եւ փոքր Մասիսով։ Այս հրաշք տեսարանը ամեն օր կարող ես տեսնել, եթե դու ապրում ես Եղեգնաձորում եւ ամեն օր գնում ես Երևան, հետ ես գալիս։ Ուզես տեսնելու ես, հիանալու ես եւ դա ոչ ոք չի կարող քեզանից խլել։ Մնում է միայն ամբողջ իմաստն ու դարերի խորությունը տեսնես այս գեղեցիկ բնապատկերում։ Հայ ազգը շարունակում է ստեղծագործել, արևահամ, բերք ու բարիք ստանալ նայելով մեծ ու փոքր Մասիսներին, ոգեշնչվելով եւ առաջ գնալով։ Իսկ հիմա մենք շարունակում ենք առաջ գնալ, գնում ենք ուղիղ ազգային ժողովի դիմաց գտնվող ակադեմիայում, ունենք մի քույրիկ, ով ավարտել է այսօր դիպլոմ է ստանալու, իսկ մենք նրա եղբոր կողմից գնում ենք տորթ ու ծաղիկ տանենք, շնորհավորենք սիրելի քույրիկին։ Եղբայրը գտնվում է զինված ուժերում, նա չէր կարող գալ, որովհետեւ նրա առաքելությունը առավել կարևոր է։ Բայց նաեւ չի մոռացել քույրիկի ավարտելու գեղեցիկ տոնը, դրա համար մենք գնում ենք գեղեցկացնենք։ Ես եմ Վարդանը մեկել մեր յուղավար մեքենան։ Յուրավար ու յուղավար։ Որիշ սիրուն ալնդը նկարի, էլի հետաքրքիր է դաշտը, մասի փեշերը նայել։ Մեզ սիսի կողմով նայի։ Հետաքրքիր է, ինչ շատ ապաստան, հա։ Չորտ ապաստանային քյոլերը կարծես։ Առաջան կոմա երևում, բայց սկար չէի տեսել։ Սիրուն է, չէ՞։ Կինո նկարի տեղ է, էլի։ Բարեկամներ, գեղեցիկ է Արարատյան դաշտավայրն ու Արարատը։ Ամպերի դասավորվածությունը այս անգամ Արարատը կիսել են երկու մասի, մեկը երկնային, մյուսը երկրային։ Հրաշք է, կարծես Ֆուձիաման նախանձում է մեր Մասիսին։ Ֆուձիաման գիտես չէ, Վարդան, աշխարհի ամենաբարձր լեռն է։ Նրան նաև Ջոմոլունգմա են ասում եւ Էվերեստ են ասում եւ Ֆուձիաման էլ Ճապոնիայում է, չէ։ Հա, դե գիտես, ես աշխարհայցում եմ գիտեմ։ Չէ, Ֆուձիաման Ճապոնիայի լեռն էր, էլի սիրուն, Ռոզովիի մեջ, բայց դե գլուխները տվել են երկնային կայծակներին, Արարատին չեն հասնել։ Բարեկամներս, ահա եկավ հասավ պահը, որ մենք գնանք ակադեմիա։ Ես որ բարձրագույն չեմ սովորել ավարտել, չէ, սովորել եմ չեմ ավարտել, կիսատ եմ թողել, հիմա գնում եմ ակադեմիա այն ազնվորության համար, ով կատարեց իր լուսահոգի հայրիկի երազանքը եւ ավարտեց իրավաբանական ֆակուլտետը, իրավագիտության կամ փաստաբանական կամ մի խոսքով շատ կարևոր ավարտելու գործընթաց մոտեցավ տրամաբանական դիպլոմի ընծայմանը, այսօր մեր Քրիստինե Մարտիրոսյանը վերցնում է իր դիպլոմը։ Թեկուզ զուգահեռ նա աշխատել է, բայց այսօր արդեն վերջապես նա կատարեց իր լուսահոգի հայրիկի մեր մեծ աղբեր Տիգրանի երազանքն ու ցանկությունը։ Դուստրը Թասիբով հայրիկի ասածը մինչև վերջ արեց։ Այսօր նրա համար կրկնակի օր է, նախ առաջինը, որ նա կարողացավ հայրիկի երազանքը իրականություն դարձնել, իսկ երկրորդը, որ դարձավ մասնագետ, ավարտեց իր բազմաչարչար տարիների, էս չենք նա, բա մտնում ես դե, չթողիր Վարդան, բա ուր եմ կայնեմ հիմա աղբեր։ Վարդան ինձ մոլորեցրեց։ Եվ նշեմ, որ այսօրվա անակնկալը նրա զինվոր եղբայր Սուրենի կողմից է, ով քրոջ հետ հավասար սպասել էր այսօրվան։ Ուղղակի այսօր նա ծառայության մեջ է եւ մենք ենք եկել եւ պետք է դարձնենք նպատակը իրականություն։ Վարդան, դու ոնց որ ինձ ներվայնացնես քիչ բարեկամ։ Բարձր հստակ ասա, որ դից մտնեմ, էլի։ Ինքը տանում է բակ, հա, թե էլի փրցնում է։
Ֆրցնում է էլի։ Չէ, ֆրցնում է բերի նույն տեղը, որտեղ որ նոր անցանք։ Ընկերներ, այո, շատ խառն է օրը այսօր, փորձենք գտնել ճիշտ ճանապարհներ, որ գնանք հասնենք մեր Քրիստինե քույրիկին, ուրախացնենք, ասենք, բարով ավարտեցիր։ Հրաշք աղջնակ, Հայդիկի երազանքը դարձրեցիր իրական։ Բաստե սովորած չլնենք, ստե ծակծուկ իմանենք, արագ հասնենք բակ, բարեկամ, հա։ Շենքը ընկնում է դիմաց, չէ, այս շենքն է, չէ։ Ահա, ակադեմիան, ընկերներ։ Սա ակադեմիան է, որտեղ բազում հայորդիներ սովորում են կարևորագույն մասնագիտություններ, որ իրենց գիտելիքներով օգտակար լինեն հայրենիքին, մեզ այսինքն։ Իսկ մենք մեծ սիրով կգնանք հիմա կշնորհավորենք բոլորին, բայց Քրիստեն կստանա տորթ ու ծաղիկներ, որովհետև Սուրենն է այդպես ուզել։ Ասել է, որ ուղղակի շնորհավորանք պետք չի։ Հա։ Մի հատ է վերևից տեղ կար, բայց հենա մտավ, տես, չես տենում, որ մտնում է։ Կարանք դաժե գնանք ընդե այստեղ կարանք կանգնենք ախպեր, այստեղ։ Հա, այսքան տեղ կեթանք էլի, ինչ կարծիք ես։ Մի քիչ բարդություններ առաջացան, բայց մենք երբեք էլ բարդություններից չենք խուսափել, այնպես որ դա սիրուն կկանգնենք, չէ։ Հուսանք հանդիպեն այսօրվա մեր ճանապարհներին չեն գա ասել, չես եկեք կայնեմ մեր հայաթը։ Այս բակի տիրոջը շնորհակալ ենք, ճիշտ է, նա չգիտի որ մենք այստեղ ենք, այդ շնորհակալություն ենք հայտնում նախորոք։ Դա վիճակ է, որ ոդկով էլ ենք ընկնում խցանման մեջ, դրա համար զգուշ եղեք ընկերներ։ Ամեն դեպքում հետները տնից ուտելիք վերցրեք, ջուր, որ ընկնեք խցանման մեջ, նորմալ գոյատևեք։ Այս էլ ակադեմիայի շենքն է, երթական հանգարանն է էսի, հա։ Այս էլ մեր ազգային ժողովի շենքն է։ Ֆիքսի Վարդան։ Գնանք մի հատ ազգային ժողով նկարենք, նյութ նկարենք, հարցեր տանք մեր բազմաչարչար չինովնիկներին։ Առավոտից իրիկուն տկնում են նրանք մեր երկրի բարօրության համար։ Գնանք, օրենքով անցնենք էլի, հանկարծ չխփեն մեզ։ Ես ուզում եմ ամբողջ անունը կարդալ այս ակադեմիայի։ Ակադեմի։ Էսի ռեստորան ակադեմիան, հա։ Գագանք ստեմ այդ բուտերբրոդ ուտենք ախպեր։ Բայց որ մոտո ունենանք, սենց վախտել կարանք մոտով ելնենք մի անգամից ընդե, որտեղ որ մեզ պետք է։ Նկար չի ուղարկե, բա Քրիստինեն ոնց գտնենք։ Ախպեր, տեսա, չէ, գլխավոր շենքը։ Հարի տեղա դասավորվենք, դիրքավորվենք, մտնեմ ներս, ռազմետկա անեմ գամ։ Շնորհակալ եմ։ Мне интересно здесь сегодня диплом дают, да? Вы в курсе или нет? Конференция? Да. Ой, Кесбон. Ой, ты носишь потельни. В школе нормально учился. И вообще, когда был маленьким, много смотрел Том и Джерри, там русский разговаривали. И много всяких кино, там я научился немножко разговаривать. Ինչպես հասկացանք, մեր ռուս բարեկամուհիներն ու բարեկամներն են եկել քիմիայի գիտաժողով են անում, քիմիական գիտաժողով։ Իսկ մենք մեծ սենց արա։ Я только что по-русски разговаривал, так что это не помеха для меня. Поехали делать сюрприз. Հա, բայց Քրիստինեն անակնկալ անենք։ Ընդ է, նապե 10-րդ հարկ պետք է ելնենք։ Բան, ընդ է մի աղջիկ եկա, ասիստը որտեղ են դիպլոմ տալիս։ Բա հո ինքը չի։ Հա, դիպլոմատվություն են կազմակերպել։ Հեսա դիպլոմա վերցրել, կաղա մեր աղջիկն է։ Հա, բարև ձեզ։ Դուք դիպլոմ եք ստացել։ Շնորհավորում ենք։ Կներեք էլի, մի հատ հարցնամ նոր գնացեք։ Քրիստինե Մարտիրոսյան, հո դուք չեք։ Այնտեղ առաջի հարկում։ Հա, դե սպասենք տան, որ մենք էլ իր տորթը տանք։ Այո, Քրիստինեն կստանա իր դիպլոմը հիմա տորթի տեսքով։ Գտանք էլի ակադեմիական բանը, իրավաբանությունը։ Չէ, արի գնանք տենանք իշկա չկա, անդե նոր։ Ուսումնասիրենք էլի։ Բայց ես կուզենամ մի քանի հոգի լինեմ արդեն, որ գմփիկ այդ վաղ պայթացնենք, որ գոնե գմփիկը մի քանի հոգու վերաբերվի, չէ։ Քրիստինեի գլխավորությամբ, հա։ Արդեն կաղա այսի մի պահ պահես, ես պրոստ մտնեմ հելնեմ։ Գնամ ճշտումներ անեմ գամ էլի։ Ես գնում եմ ակադեմիա կրթվելու եւ դիպլոմ եմ ստանալու այսօր։ Մեկի դիպլոմ ասես չգողանա։ Գիտական ակադեմիա։
Բարև ձեզ, աղջիկներ, ո՞նց եք։ Այսօր դիպլոմն եք ստանալ, չէ՞։ Բազում երիտասարդուհիներ ու երիտասարդներ, բա իրենք որերորդ հարկում են, որտեղ են գտնվում։ Մենք կարանք ընդ բարձրանանք տորթով ծաղիկով։ Վարդան աղջիկները թողում են, արի։ Արի։ Աղջիկները թողում են, որ բարձրանանք, արի։ Մնում է լիֆտը գտնենք, աղբեր։ Էսա չէ լիֆտը, առաջի լիֆտը, սովետական լիֆտ ակադեմիայում ընկերներ, ակադեմիական լիֆտ եմ նստում, ես այսօր կունենամ իմ բաժին դիպլոմը։ Հաճախականությունը ինչպես է մեջը մնալու, քանի անգամ եմ եք, հա, կհասնենք տեղ, բարև ձեզ։ Ես ոչ գիտական շխուր եմ անում, լիֆտի մասին բաներ էի ճշտում, էլի, սեղմ ենք տենանք որը կգա։ Հեսա սխմ, ես սենսր, հա? Նայ սենսորա Վարդան։ Լավ, էսի մի հատ էլ սխմենք։ Բասվա։ Օ, հզոր, 10-րդ հարկս։ Դες ինչ լավ է պահպանվել։ Մեր ուսանողները շատ խնամքով են պահպանել Սավետսկի լիֆտը, տեսեք, սա հենց այսպիսի տեսք են ունեցել սարքելուց հետո, ուղղակի Երևանում քիչ կգտնես նման լիֆտեր, որ սա փակ է, սիրուն է, չէ՞ Վարդան։ Հազարիսը մի քիչ բանել է։ Ով չէր եկել ակադեմիա, դուք մեզ հետ եկաք ու մի անգամից 10-րդ հարկ։ Հեսա կահամ ես տենանց։ Չտեսան։ Դու նկարում են, բան են անում։ Շատ լավ են նկարվում։ Բարև ձեզ, հարգանքներս։ Որտեղ են դիպլոմ տալի։ Բայց ասենք մարդ կա, որ իմ նման չի սովորել, գա մի հատ դիպլոմ տան իրան։ Չեք տա։ Ես եկել եմ շնորհավոր։ Հիմա որ դուրը բացեմ, սաղից կտենան, չէ՞։ Քրիստինեի Մարտիրոսյան։ Հա, ինքը սովորել է։ Չէ, չեմ մտնելու, թող ինքը դուրս գա։ Շնորհակալ եմ։ Ես իսկույն փորձեցի արանքը ճղել, բայց չստացվեց, ես մտածում էի դիպլոմ կունենամ, բայց չունեցա դիպլոմ։ Դե ինչ բարեկամներ, այսպես կանգնենք, սիրուն սպասենք։ Բարև ձեզ։ Ինչպես եք, լավ եք։ Ինչ տոնական գեղեցիկ օր է այսօր։ Ի վերջո մեր ուսանողները ստանում են ես բաժին դիպլոմը։ Քրիստինեին պետք է մենք տորթով ծաղիկով շնորհավորենք իր զինվոր աղբոր կողմից։ Մարտիրոսյան Քրիստինե շատ խելացի երիտասարդուհի է նա։ Կապուտ ալելու թե կարմիր իր դիպլոմը դուք գիտեք։ Չէ, չգիտեմ։ Հա։ Կարող եմ կարմիրներ բերենք հետներս։ Ես հիմա 10-րդ հարկում եմ, ուղղակի Քրիստինեի նկար ուղարկեք, որ իմանամ Քրիստինեն ով է, էլի, ուրիշ մարդու չտանք ծաղիկներն ու տորթը։ Սիրելի ուսանող, լրացնելով հայտարարագիր կարող ես ստանալ ուսման վարձի փոխհատուցում մինչև 100,000 դրամի չափով։ Քո ուսման վարձը կարող է փոխհատուցվել քո ոչ միայն քո, այլև քո ծնողների վճարած եկամտային հարկից, եթե նրանք նույնպես լրացնել են հայտարարագիրը։ Ինձ դիպլոմ է պետք, ես պետք է դիպլոմ ունենամ, որ վարժ կարդամ։ Իսկ այստեղից տեսարանը ուղղակի հոգեթող է, տեսեք ինչ ասաբնյակներ են երևում, ազգային ժողովի դիմացի ասաբնյակներն են, մեր ավտոն էլ այստից երևում երևի, գիտես Վարդան, տենանք ուղղա։ Ահա, հեսա, չեն գողացել, ողոր չերի ոնց որ են կողմ են գնում, ենք ընդե մտանք իշում ես, չերված, հիմա սենյակում, ով դիպլոմ է ստացել, այս հուզմունքը կհասկանա, մեր չարդ-չարված ուսանողները ստանում են այն, ինչի համար այս 4 տարի պայքարել են։ Մենք հիմա կշնորհավորենք նրանցից մենակ Քրիստինե Մարտիրոսյանին, բայց ասեմ ձեզ, որ մնացածներ կանք շնորհավորենք, եթե թույլ տան, էլ չեք պայթացնի, պայթուննի սարքեն մեզ տերորիստ, պետք չի։ Այս ծափա որ տալիս են, հիմա բոլորը ստանում են դիպլոմ։ Մեզ կաղա կանանք մտնենք, կաղա կանանք մտնենք։ Ես իր սեն ծաղիկնիրա, լավ էլ հոտ է գալի։ Մենք ես տեսանք ասում են հաղորդ թավարը, չի։ Հա, ես եմ։ Նկարը բացում բայց մեծ աղբեր այդպես ճանաչեց ինձ։ Բան է լավ, ասի դիպլոմ կտակ ինձ բաք չէր այդպես հարցերով մի դիմի, ասի լավ։ Ասում եմ երեխեք, են մեր հաղորդ թավարն ես։ Իմ ալիքն է YouTube-ով։ Հա, ես բանովը։ Չէ, բայց կարևորը լավ ալիք է։ TikTok-ով եմ նայում, ասում նայեք, ինքն ասում հա լավ ինքն է։
Ասի կանի թմթամետումն են նավերանում։ Քրիստինեին, բայց հարցերն ա որ դեմքով չգիտենք իրան։ Էսի շատ լավ պահվել ան, այսօր ապրեն պահողները։ Մեր սերով գոմա։ Մեր մեծ աղբեր Սերոպը շուտ բանից է այս հաստատությունում։ Ինքնաբերում։ Հա։ Դե ես հետո որ գամ սովորեմ իմ դիպլոմը կտա, չէ։ Հաստատ գալու ես սովորել։ Աչի հավես չունեմ, այլ չեմ սիրում սովորել։ Հաստատության ներսում։ Հիմա մեզ էլ եք նկարել։ Հա, մի պահ, 2 րոպե։ Լավ, նկարեք։ Հա, բայց սրտի խոսք ունեք, հա։ Չէ։ Ազգը ծաղկի, ծլարցակի, միտքը ծաղկի, ուժեղանան։ Լավ մարդիկ լինեն։ Լավ մարդիկ լինեն, բարի լինեն։ Չդատեն ոչ մեկի։ Չդատապարտեն զուր տեղը, Աստծո գործերին չխառնվեն։ Այո։ Աստծո գործերին հնարավոր չի չխառնել։ Հա, մենք շատ Նասիրը քրիստնու բանը, մեծ հալա դեպի այս բայրը չգցեք։ Դե հեսա մոտեցավ չարի վերջը էլի, այն որ բաները ստեղծագործություններ չարի վերջը։ Մենք ունենք արդեն մեզ օգնող, բարև ձեզ աղջիկներ, շնորհավոր ենք, ստացանք դիպլոմը, թե չէ։ Իսկ ձեզ այնց ինչ-որ մեկի անունը Քրիստինե է։ Քրիստինեն այնտեղ։ Հա, այնտեղ է։ Հա։ Պատահաբար իթե տորտով գա կակած եմ, լավ տեղ է ճարել։ Ունեք ստեղ։ Ո՞վ է գալի։ Դուք իմացաք ով է։ Դուք իմացաք։ Սաղել եմ։ Բոլորն եկել են։ Հա։ Լավ, օ հետո գիտես չէ, սաղ իրավաբանություն ուսումնասիրած ունեն, ախպեր, սաղ ասենք կարան մեզ իրավաբանորեն ջարդեն ստես, արկեն հեչ մարդ։ Քեզ կարան вообще դատեն 10 տարի, որ դու հիմա նկարում ես։ Տեսեք ինչքան մեծ մարդիկ են սովորում։ Ոնց սովորում են իրանք։ Չէ, իրանք դասախոսներ։ Դասախ սովորացնողներ Մեծ են։ մարդիկ են կան։ Դե իմ նման մեծ։ 70 տարեկան։ Հա, չէ, էդի շատ լավ է։ Ինձ էլ եք նկարել։ Դե մենք շուտ բանից ենք նկարում։ Դուք շատ գեղեցիկ տեսք ունեք։ Ձեր ստիլը ինձ դուր եկավ։ Հա։ Կարևորը լավ մարդ եք, լավ անձնավորություն։ Գեղեցիկ նկարներ են սպասում մեզ։ Աղջիկներն ուր են տենաս, ծաղիկներն են բերում։ Ինչ նկարվել են նկարում է, շրջանավարտներով։ Բայց հեչ կտրվող եղել, հա։ Գալիս են։ Դուք իմացեք Քրիստինե Մարտիրոսյան։ Քրիստինեն է գալիս եւ մենք մեծ սիրով։ Բարեկամ ես։ Հարգանքներս։ Շնորհավորում եմ։ Բա Քրիստինե Մարտիրոսյանին կա, ասեք ինձ որ սիրով շնորհավոր եմ։ Հարգանքներս բոլորի շնորհավորում եմ։ Ուսանողները շորերը հարկացել է Հա, իրեք ընկերուի են այտենց, հարգանքներս, շնորհավորում եմ բոլորին։ Ինչ անենք, իշտենք ներքև։ Դες կարամ իմ այնց անտարբեր պահեմ, Քրիստեն գա ասում։ Քրիստեն ձեր մեջ չէ, բարև ձեզ, շնորհավորում եմ ձեզ դիպլոմ ստանալու արդի։ Հա, շնորհակալ եմ, որ ճանաչում եք։ Քրիստինեն որ տենակ ասեք, Քրիստինեն ով է, բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեր դիպլոմները։ Արդարամիտ որոշումներ կայացնեք, փրկեք մեզ, հա։ Շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ բոլորի աղջիկներ, շնորհավորում եմ, հա։ Դուք կարծես թե մի քիչ ուշացաք, թե վախտին եկաք։ Ապրեք, միշտ ժամանակին հասնեք։ Ուր է մեր Քրիստինեն։ Հա, ես Ստեփանն եմ։ Շնորհավորում եմ, բայց ու Ստեփանը ձեզ շնորհավորեց, դուք բան չարեցիք։ Մի հատ չասիք մերսի, հա։ Ապրեք, դուք էլ ապրեք, արդարամիտ լինեք, կարմիր դիպլոմով անուշ աղբեր։ Շնորհավոր։ Կրկնակի երակի շնորհավորանքներ։ Հա, 3-4 հոգի են։ 4 հոգի են։ Հա, արեք։ Մենք արդեն կարանք ներս մտնենք, թե չէ։ Հա, խոսում ենք։ Հա։ Հա, բարև ձեզ Քրիստինե ջան։ Հարգանքներս բոլորիդ, պարոն Բաբայան, թույլ կտակ նա շնորհավորանք անենք։ Բոլորիդ ենք շնորհավորում, բայց հա, ես էլ եմ նկարում, էլի։ Եկել եմ սիրուն մեր Քրիստինեին, շնորհավորանքներ ենք բերել։ Բայց ձեր թույլտվությամբ, էլի, ում մենք անշնորհ չենք, հա։ Դե մի ծափեր տվեք, բոլորը մեկ այդ մյուսին շնորհավորեք, Քրիստինե ջան, շնորհավոր լինի դիպլոմը ստանալու այս գեղեցիկ օրը ու միշտ արդարադատ լինես, լավ լինես ու բոլորիդ եմ մաղթում, լսում եք, հա, դե ծափեր տվեք դուք ձեզ, այսօր հաղթական օր է բոլորիդ համար, ով էլ ցանկություն ունի կարող է Քրիստինեի հետ այս մոմերը փչի ու մենք շատ մեծ հույսեր ունենք ձեզ հետ։ Հա, շնորհակալ ենք պարոն Բաբայան, որ օգնեցիք ծափերի հարցում, բայց 2 հատ տվեցին ընդամենը։ Ձեր ընկերուներն ուր են էլի ձերպես սիրուն ակնած։ Հələ եկեք ընկերուներ, եկեք։
Հա, նկարենք։ Պարոն Բաբան, խանգարում եմ, չէ՞ մի քիչ։ Որ շատ խանգարեք, կիմանաք, բայց չէ։ Հա, դե եկեք մի հատ մոմերը փչեք, էլի ձեր ընկերուհու հետ։ Եկեք համար սիրուն եք դուք։ Լավ, պարոն Բաբայան։ Հա, պարոն Բաբան, կարող են գալ ձեր հետ։ Այ իվական, ապրել։ Արի շլավա ես չեմ սովորեին։ Սան դասատների ներվերը կուտեի։ Հակահարդային համակարգություն չէ։ Եկեք։ Այս տորտը ենք ում էլի, հա։ Հա, իհարկե։ Տորտը այն կողմ ենք տանում։ Բան չմնաց։ Տեսեք ինչ գեղեցիկ օր է։ Շնորհակալ ենք պարոն Բաբան, միշտ նման լավ սերունդներ կրթեք, տանեք առաջ, մենք էլ հպարտանանք։ Դե հիմա աղջիկներ, քանի որ դուք մեր քրիստոնյա ընկերուներն եք, ձեզ պատիվ ենք տալիս, որ փչեք իրար, եկեք։ Երեկույու, 4-ու, կես գնա։ Դե լավ, ծափեր որ չկան, համել դիպլոմով դժվար կլիներ, հա։ Դե ես քաղցրություն տամ, գիտես ում կողմից, հա։ Նայ, քո եղբոր Սուրենի կողմից, ուրեմն մացի, հայրիկը շատ հպարտ է քեզանով։ Դու հայրիկի երազանքը դարձեցիր իրական։ Քեզ լավ ու բարձր տրամադրություն, միշտ արդար լինեք, պայթեցնենք, բայց ես կաղա մեծ աղբեր։ Լսի, էսի որ պայթացնենք ոչինչ, սիրուն փայլեր ալնում։ Ես քեզ եմ պայթացնելու ցանակ։ Պայթացրու ինձ։ Արե ծուվա մաքրելու։ Ուրա մաքրողին չունենք։ Դե ավելը տվեք։ Ավելը տվեք։ Եթե կարաք երկաթ, էլի։ Չէ, մի հատ ավելի հերիք է։ Մի հատ ավել տում ես։ Ոնց էլ չելիք ունենաս։ Տուր էդ էլ անենք։ Մեկը ակադեմիայում չենք սովորել, գոնե ավել անենք ակադեմիայում։ Բարեկամներ, ասեմ ձեզ, որ Վարդանը չարաճճիություն արած։ Ձեր դիպլոմներ շուտ գնացեք, քան դիպլոմները ձեզ նշան վերցեք։ Հա, էդ է մնացել, էլի Վարդան։ Վարդան, ես ինչ արի։ Լավա, հեսա կգան։ Վարդան, ես ինչ արի, Վարդան։ Ես ումն է։ Բայց աղիքներու կանգնեք մեհացիրուն։ Էս սա ձեր համար էր, հա։ Ուժեղ։ Վարդան, ես ինչ արի, Վարդան, ակադեմիայում ավել եմ անում ես հիմա, քո պատճառով։ Հա չէ, մաքրուին ուր է, դիպլոմ չի ստանում։ Այդ այլ, ասա է, ես իմ մարը թե ես արիմ էտի։ Պրոստը, հիմա, համել լսի, այսքան ժամանակ ակադեմիա ես չեմ եկե, լավա բան արիմ, եկա ու Էսի բան է լավ էլի, արդեն ակադեմիայում ավել արածին եմ ես։ Հա, էլի, ոչեք նկարում, չնկարեք էլի։ Ոչ չկա, գիտես բանակ ինչ ավել եմ արել։ Ես գիտես բանակ ինչ ավելներ եմ արել։ Հենա, ծառայության տեղից կասեն։ Հրաշք իրավիճակ։ Վարդան, հեսա բան անեմ, աղբերես, ես ավել եմ։ Հողերես կտաս, չէ։ Ես թանգանոց մաքրող եմ աղբեր։ Դու ես արիշ տալի ճասա։ Հա, շատ սիրուն է։ Տեսնես ոնց է պապան։ Բայց ես հենց էտա գովա բանեցի այդ պահլը, տես ոսկեգույն տարերով ոսկե։ Հա, չէ, այդ բանը չանեք։ Ես իր աղբերն եմ հիմա։ Ես հիմա Սուրենն եմ, ոչ թե Ստեփանը։ Սուրենը բանակից իր քույրիկին, բայց ուրախացար, հա։ Հիմա վաբս ես ուրախանում, չէ, որ ավել եմ անում։ Լավ է, չէ։ Վարդան չպայթացներ էլի դու, լավ կելնենք դուսը կպայթացնենք, փախնենք այդ հենք ազգային ժողովի դեմով։ Քրիստինե, այսքան արեցինք, որ դու շատ ուժեղ փաստաբան ես, թե իրավաբան։ Իրավաբանը, բայց իրավաբանը ավելի լուրջ է, քան փաստաբանը։ Արա էսի չարի ակադեմիայում ախպեր, մարդը լսում իմանայի չէի թողելու, հայտնես տենց ես անում, լավ որ մեզ չեն սիրում։ Էլ եմ ախպեր, արա, սա կյանքս էի այսքան ավել արա, հեսա տուններ կտնենք, ասեն տունն չի ավել չես անում։ Բարեկամներ, Վարդանը երբեմն ինձ հագցնում է։ Վարդան, ասենք իմ մարև ես ուզում եի աղջիկներ դուզ գայինք ընդ է պայթացնենք, ինչի ստե պայթացելի։ Գիտեմ, ամեն ինչ լինում առաջին անգամ, բայց կարևորը իրար հասկանում ենք, լավ դիվանագետներ ենք մենք։ Բայց
Գիտես չէ, դա օգտակար եղավ, ահագին մաքրին։ Այսօրվա մեր ուսանողների ոտի տակի փոշին ես մաքրին։ Լավոր միշտ արդար, գնացինք մենք։ Հա, ես լավ տղա եմ։ Այդ են մեկը արած։ Են մեկը հեն կանար շորովը։ Արա ոտով ես իշնում։ Դե մենք գնացինք, լավ, ախպերս դու ոտով իջի ես լիֆտով կգամ, ես ոտ չունեմ։ Իրականում շատ լավ ապահովում է։ Ախպերս դու ոտով իջար այսքան։ Ձեզ նկարենք աղջիկներ։ Ես տեսակ ճանաչեցի։ Հա, արդ ձեզ չէի տեսել։ Դե ձեզ լավ որ շնորհակալ ենք շատ։ Դուք էլ ապրեք։ Բոլորս միասին։ Ես կպահեմ դուրը դուք անցեք։ Ընտրեմ։ Ինչ այլ է կանչում են։ Մի հատ դիպլոմ եք տալիս։ Սա այդ սաղտեղերի մամարն է, Մարգարյան Ստեփանը հիշեք, մնացած ինքն իրան կգա։ Նոյեմբերի, հա, ահագին ունենք, հա, խնդիր չկա։ Լավ, լավ։ Ահա ես ավարտած դուրս եմ գալիս ակադեմիայից, ամենաարագ շրջանավարտը, որ հիացրեց ուղակի բոլոր դասախոսներին, նրանք ապշած են, թե ինչպես կարելի էր ուղիղ կես ժամում ստանալ դիպլոմ։ Իսկ դիպլոմը ընկերներից տրվեց հոգևոր մակարդակում, ոչ թե նյութական, այնպես որ ծափեր ինձ համար, լայքեր մեզ համար, առաջ գնանք ու միշտ լավ նորությունների ականատես լինենք և այսօր մեր մեծ աղբեր Տիգրանի հոգին երջանկացավ և ուրախացավ, որովհետև դուստրը նրա երազանքը դարձրեց իրականություն։ Գնանք առաջ, թող բոլոր զավակները արժանի լինեն իրենց ծնողների չարչարանքին։ Սա է այսօրվա խորհուրդը Գայանեի, Քրիստինեի գլխավորությամբ բոլոր երեխաները թող աչալուրջ լինեն իրենց ծնողների ցանկություններին եւ երազանքներին, որովհետեւ ծնողները իրենց երեխաներին մենակ լավն են ցանկանում։ Իսկ հիմա գնանք տենանք մեր մեքենան տեղումա թե տարել են էվակուատորով, չէ՞ որ ազգային ժողովի դիմաց են կանգնած։ Հնարավոր է ավելնորդ բեռ համարած լինեն եւ հեռացրած լինեն մեքենան կայանած տեղից։ Բայց տեղ էլ կարեն գային կայանեն, գիտես։ Տեղ էլ կա ահագին։ Կա գանք մտնենք կայանենք։ Չէ, շլանգբաու կա։ Շլանգբաու։ Բարեկամներ կադրերում ազգային ժողովի բազմաչարչար բազմատես գաղտնատես շենքն է, որտեղ շատ լուրջ եւ ծանր որոշումներ են կայացնում վերջերս։ Հաջողություն թող լինի մեր ազգին, իսկ մենք կշարունակենք ուրախացնել, ազգային ուրախություն կբերենք, երբ որ գա պահն ու ժամանակը։ Վարդան, ինչ կարծիք ես, գնանք ակադեմիա մի հատ սուրճ խմենք։ Չէ՞, հա, գնում ենք Մարտունի, Ծակքար։ Բարեկամներ, այսօրվա մեր հաջորդ կանգառը լինում է Մարտունու Ծակքար յուղը։ Իսկ թե ինչի Ծակքար, հենց այսօր այդ անվանման մասին մենք ձեզ տեսանյութ ցույց կտանք, թե որ գեղեցիկ բնապատկերն է դարձել պատճառ յուղի անվան։ Իսկ հիմա նկարած պատերով սիրուն ծլարձակած պատանտյունից ծառերով գնում ենք դեպի մեր մեքենան, որը արդեն նշմարվում է հեռվում։